Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր հունիսի 21-ն է, ամառային արևադարձի օրը, տարվա ամենահզոր էներգետիկ հանգրվանը, երբ տիեզերքը կարծես մեծ վերաբերման կոճակ է սեղմում։ Եվ հենց այս միստիկ էներգիավլի օրը ես ցանկանում եմ ձեզ հետ խոսել հեղափոխական աստղաբանական իրադարձության մասին, որն արդեն սկսել է փոխել մեր իրականությունը։ Նախորդ հոլովակներում ես ձեզ պատմեցի, թե ինչ է աստղաբանությունը, ինչպես նաև խոսեցինք մոլորակների ու նշանների մասին եւ թե որքան սերտ է կապված աստղաբանական տները մարդու անձնական կյանքի հետ։ Իսկ այս պահից սկսած կփորձեմ ձեզ ծանոթացնել կանխատեսումների հետ։ Այո, ոչ թե գուշակության, այլ կանխատեսման։ Ուզում եմ նշել, երբ աստղաբանը կանխատեսում է անում, նա պարզապես լավ կամ վատ խոսքեր չի ասում, չի հորինում։ Խոսքս իհարկե պրոֆեսիոնալ աստղաբանների մասին է։ Վերջերս սոցիալական ցանցերում հանդիպեցի մի հոլովակ, որտեղ մի աստղաբան կանխատեսում էր արել, հայտնելով մարդկանց ականջին ոչ հաճելի տեղեկատվություն, ինչի պատճառով մարդիկ անիծում էին ու համարում նրան գուշակ։ Ինչպես իմ լավ բարեկամուհիներից մեկն է ասում, բարեկամներ, եկեք չլինենք Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ եւ չդերագնահատենք աստղաբանի աշխատանքը։ Եվ այսպես, ինչ է կանխատեսումը, դա այն է, երբ աստղաբանը վերլուծում է մոլորակների դիրքերը, շարժումը եւ դրա փոխազդեցությունը տիեզերական էներգիաների հետ։ Նա կանխատեսում է ոչ թե անփոփոխ ճակատագիրը, այլ էներգետիկ եղանակը եւ թե ինչպես է այդ էներգիան տրանսֆորմացվում հնարավորությունների կամ խոչընդոտների երկու մակարդակում։ Անհատի համար տիեզերքից հասնող էներգիան աշխատում է որպես ռեզոնանս նրա նատալ քարտեզի հետ, իսկ գլոբալ մակարդակում համաշխարհային աստղաբանական կանխատեսումը կոչվում է մունդան։ Հարկ եմ համարում նշել, որ աստղաբանները կանխատեսում կատարում են մի քանի եղանակով։ Ես կխոսեմ ձեզ հետ տրանզիտային մոլորակներից, երբ տրանզիտային մոլորակների տեղաշարժը ձևավորում է ընդհանուր տիեզերական ֆոնը, երբ մեծ մոլորակները, օրինակ Յուպիտերը, գտնվում է ուժեղ դիրքում եւ ներդաշնակ ասպեկտներ է կազմում, դա երկիր բերում է գիտական հայտնագործությունների, մշակութային վերելքների, տնտեսական աճի եւ միջազգային համաձայնագրերի։ Իսկ երբ օրինակ Սատուրնը, Մարսը, Պլուտոնը մտնում են կոնֆլիկտային հարաբերությունների մեջ, անում են վատ ասպեկտներ, երկրի վրա դա արտահայտվում է ճգնաժամային քաղաքական լարվածությամբ, բնական աղետներով կամ համաճարակներով։ Սա տիեզերական էներգիայի իրարանցումն է, որը պահանջում է վերակառուցում։ Ես որպես կարմային աստղաբան նախընտրում եմ աշխատել մարդկանց հետ, քան այսպես ասած մունդան աստղաբանության։ Սակայն կփորձեմ պատմել ձեզ մեզ սպասվող փոփոխության մասին, եւ այս հոլովակը նվիրվում է տրանզիտային Ուրանին։ Եթե շատ համառոտ, Մերկուրին պատասխանատու է խոսքի, շփման, տեղեկատվության համար։ Նա լրագրողների, գրողների, վաճառականների հովանավոր մոլորակն է։ Իսկ Ուրանը պատասխանատու է նորագույն տեխնոլոգիաների, գիտության, էլեկտրականության համար։ Եվ այսպես, մոլորակները, ինչպես մարդիկ, անընդհատ շարժման մեջ են։ Եվ երբեմն իրենց կամքից անկախ կարող են հայտնվել անկման կամ գերության մեջ։ Ճիշտ այնպես, ինչպես ցավոք լինում է մեր կյանքում, երբ մարդիկ հայտնվում են գերության մեջ։ Պատկերացրեք, կա մի երիտասարդ, ում անվանում են Ուրան։ Նա դուրս է եկել տանից, գնացել շրջագայության։ Այժմ Ուրանը վերջնականապես լքել է կայուն ցուլի նշանը եւ տեղափոխվում է դինամիկ երկվորյակներ, ակտիվ եւ շարժուն եղբոր-որդու Մերկուրիի տուն, եւ առաջիկա 7 տարիներին նա կմնա այնտեղ։ Այս երկու եղբայրները տիեզերքից մեզ կփոխանցեն հետեւյալ էներգետիկ խնդիրները ու հնարավորությունները։ Մարդկային ռեսուրսները կզիջեն նորագույն տեխնոլոգիաներին, այն կտարածվի բոլոր ոլորտներին։ Օրինակ, սովորական վարորդներին կփոխարինեն ինքնավար առանց վարորդի աշխատողներ, ել ավելի արդիական ու հասանելի կդառնա էլեկտրական մեքենաները, կկրճատվեն սննդի ոլորտում, խոհանոցում, գործարաններում, գյուղատնտեսական ոլորտներում աշխատողները, քանի որ մարդկանց կփոխարինի ռոբոտները։ Անգամ բժշկական հաստատություններում մարդկանց փոխարեն ռոբոտները կաշխատեն։ Օրինակ, Իլոն Մասկը իր աշխատակիցների 70%-ին արդեն փոխարինել է արհեստական բանականությամբ։ Կտրուկ թռիչք կապրի հեռուստատեսության եւ կապի ոլորտը, արհեստական բանականությունը մուտք գործի ամեն ուր, կստեղծվեն նոր ժամանակակից էլեկտրաբլոկներ, մեծ փոփոխություններ են այս սպասվում կրթության, գիտության ոլորտում։ Տիեզերքի հետ կապված հետաքրքիր զարգացումներ եւ բացահայտումներ կարող են լինել։ Իսկ քաղաքական դաշտում տարբեր երկրներում հնարավոր է հեղաշրջումներ։ Դա կախված կլինի երկրի անհատական քարտեզից։ Հնարավոր է տարերային աղետներ, հատկապես անոմալ ուժեղ քամիներ, փոթորիկներ, հրդեհներ։ Ահա այսպիսի փոփոխություններով լի էներգիա են մեզ փոխանցում այս երկու եղբայրները։ Այս փոփոխությունները, բարեկամներս, կզգանք բոլորս։ Առավել կտրուկ փոփոխություններ են սպասվում երկվորյակ համարվող երկրներին, օրինակ
Հունաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բելգիա, Արևմտյան Անգլիա եւ իհարկե Հայաստան։ Եվ եթե դուք մտածում եք, որ այս ամենը տեղի կունենա մոտ 10-20 տարի հետո, ապա շտապեմ ձեզ հիասթափեցնել։ Այս փոփոխությունները տիեզերքը մեզ կփոխանցի շատ արագ եւ անսպասելի ու կտրուկ։ Քանի որ հայ աստղաբան եմ, փորձել եմ նաև կանխատեսել, թե ինչ փոփոխություններ կարող է բերել այս երկու եղբայրները իրենց էներգետիկ դաշտերը փոխանցելով մեզ։ Կրկին հիշեցնում եմ, որ մենք խոսում ենք տրանզիտային ուրանի մասին։ Ես հարգելիներս վերցրել եմ ոչ թե 1991 թվական սեպտեմբերի 21-ը, այլ 1990 թվականի օգոստոսի 23-ի քարտեզը։ Այս քարտեզը փորձված է իմ կողմից։ Հնարավոր է, որ աստղաբանները վերցնեն այլ քարտեզ։ Օրինակ, մի ռուս աստղաբան Հայաստանի քարտեզը համարում էր նաև 2018 թվականը հեղափոխությունից հետո։ Եվ այսպես Հայաստանի աստղաբանական այս քարտեզում նատալ ուրանը գտնվում է 3-րդ տան այծեղ ջուրում Նեպտունի եւ Սատուրնի կողքին, իսկ տրանզիտում ուրանը մտել է երկվորյակների 8-րդ տուն։ 8-րդ տունը աստղաբանության մեջ համարվում է ճգնաժամերի, բանկային համակարգի, վարկերի եւ մեծ գումարների տուն։ Հավանաբար տրանզիտային ուրանը առաջիկա տարիներին կբերի անկանխատեսելի փոփոխություններ հենց այս ոլորտներում։ Հնարավոր է առաջիկայում լինեն դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ, ուրանի ոճով, անսպասելի։ Պետությունը ճգնաժամից խուսափելու համար կարող է մտցնել այնպիսի նոր էլեկտրոնային ու խիստ հարկման մեթոդներ, որոնք բոլորին կստիպեն դուրս գալ ստվերից։ Հայաստանը կարող է կտրուկ փոխել իր արտաքին վարկատուններին կամ այն երկրներին, որոնցից ֆինանսական կախվածություն ունի, օրինակ անցում արևմտյան կամ թվային նոր հարթակների։ Կարճ ասած, ֆինանսական համակարգի հեղափոխություն է սպասվում։ Հայաստանի բանկային ոլորտը կթվայնացվի աստղաբաշխական արագությամբ։ Այժմ մենք բոլորս թոշակները, նպաստները, աշխատավարձերը ստանում ենք բացառապես էլեկտրոնային համակարգով։ Ավելին, մենք հավանաբար կանցնենք մի փուլի, երբ քարտից գումար կանխիկացնել այլևս իմաստ չի ունենա, քանի որ թղթադրամները գրեթե ամբողջությամբ դուրս կգան շրջանառությունից։ Պատրաստվեք, Հայաստանում սպասվում է կանխիկի փողի լիակատար վերացում եւ անցում թվային դրամի։ Հնարավոր է Հայաստանի բանկային ոլորտում սկսվեն լուրջ ճգնաժամեր։ Այն բանկերը, շեշտում եմ, այն բանկերը, որոնք չեն հասցնի հարմարվել նոր թվային դարաշրջանի պահանջներին, պարզապես կսննկանան ու կլուծարվեն։ Ցավոք, ուրանի եւ 8-րդ տան այս սինթեզն ունի նաեւ իր բացասական կողմը, քանի որ ուրանը կապված է էլեկտրականության եւ կտրուկ անկանխատեսելի հարվածների հետ, առաջիկա տարիներին Հայաստանում հնարավոր է ավելանան հոսանքահարման դեպքերը։ Տեխնացին հրդեհները, դժբախտ պատահարի պատճառով արձանագրվող անժամանակ մահերը, սա լուրջ նախազգուշացում է բոլորի համար լինել առավել զգոն եւ ուշադիր։ Մեծ ռեֆորմեր են սպասվում նաև կրթական համակարգում։ Հայաստանում կստեղծվի բոլորովին նոր գերժամանակակից դպրոցներ, բայց դրա զուգահեռ կսննկանան նաև դպրոցները, կլուծարվեն ավելի ճիշտ, կամ կմիավորվեն։ Կրթության ոլորտը կթևակողի կտրուկ փոփոխությունների փուլ։ Այսքան հարգելիներս մեր երկու եղբայրներին ուղարկվող փոփոխությունների մասին։ Հուսամ խիստ չեք դատի։ Հարգելի բարեկամներ, աստղաբանի աշխատանքն է ոչ միայն կարողանալ կանխատեսել, այլ պատասխանել նաև, թե ինչու է տեղի ունենում այս ամենը եւ արդյոք մենք կարող ենք անել այնպես, որ այն տեղի չունենա։ Եվ եթե դուք ցանկանում եք իմանալ նաև այս հարցերի պատասխանները, ապա բաժանորդագրվեք, հավանեք այս հոլովակը եւ մնացեք այս էջում։ Կհանդիպենք։